Երկիրն է փոքրացել։ Ապա դուք չեք տեսնում, ամեն ինչ փոխվել է։ Այո, Խաղաղություն է արդեն եւ երեք զարգանում են։ խաղաղություն խոսք տալով բերեց 3 պատերազմ։ Բարեկեցություն խոսք տալով բոլորի վրա վերցրեց $10,000 ամեն ընտանիքի վրա վարկ։ Հարկերը փոքր բիզնեսի համար բազմապատկեց 2-ով եւ այդ նույն ժամանակ խոսք տալով, որ աղքատությունը, ծայրահեղ աղքատությունը պետք է հաղթարվի երկրում, աղքատությունը, ծայրահեղ աղքատությունը չհաղթարվեց, անգամ աղքատությունը 2%-ից ավել էլ չիջավ մեր երկրում, բայց իրենց այս ընթացքում միլիարդավոր պարգևաճարներ բաժանեցին, իրենց ամբողջ շրջապատին գործի տեղավորեցին, ՔՊԱ-կանները բոլորը պաշտոններ ստացան, 8 տարվա ընթացքում հեղափոխությունից հետո, մարդկանց հույսերից հետո շահել է մի խմբակ, իսկ հայ ժողովուրդը ինչին հասել է իր աշխատանքով, ով մի քիչ բարեկեցության է անգամ հասել է իր աշխատանքով, պետությունը դրա մեջ մասնակցություն որևէ կերպ մեծի մասամբ չի ունեցել, աղքատությանը որևէ հաղթանակ աղքատության մեջ մենք չենք տեսել։ Պարոն Կարապետյան, 3 չարվում քաղաքացիների։ Հենց 3 ես Սպիտակի շրջանում էի եւ այնտեղից ձեզ խնդրում են, որ այցելեք Սպիտակի շրջանի գյուղեր եւ մի հատ տեսեք, թե ինչպես են իրենք ապրում։ Ու ասեցին, երբ ձեզ ասեն, որ աղքատությունը հաղթարված է, թող գան մեր գյուղեր հաղթարման շեմին է, պատկերացրեք ամեն 5-րդ հայաստանցի աղքատության մեջ է ապրում օֆիցիալ տվյալներով։ Այսինքն մոտապես 600,000 հայաստանցի աղքատ է, հացի խնդրով է ապրում։ Հիմա քաղաքացին ինչպես իր գրպանի վրա, ինչպես սկսա Ռուսաստանի հետ կապված երեկվա հատկապես զարգացումները, դեսպանին ԱԳՆ կանչել եւ այլն, ԵՄ գագաթնաժողովի Զելենսկու հրավերի ֆոնին։ Տեսեք, մեր երկիրը ունի առևտրային գործընկերներ, շատ քիչ առևտրային գործընկերներ։ Այդ առևտրային գործընկերների հետ հարաբերությունների խաթարելը հնարավորություն չի տալու մարդկանց գնալ արտագնա աշխատանքի։ Հնարավորություն չի տալու այն շրջաններում, որտեղ պետությունը չի կարողացել աշխատատեղ ստեղծի, անգամ այդտեղ մարդկանց գոնե առաջ հնարավորություն էր տրվում գնային արտագնա աշխատանքի։ Դա ռիսկի տակ են դնում։ Հայաստանը միլիարդավոր դոլարներ է արտահանում։ Բերքը մեր ամբողջ գյուղատնտեսական արտահանվում է, ռիսկի տակ ենք դնում։ Մի քանի նկարի համար։ Այսպես չեն վերաբերվում սեփական ժողովրդին։ Շոուն լավ բան է, եւ դա արժեք չունի